Իդեպ գիտեք բանը որն է, որ մենք նաև նախ ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, որ Եվ իսլամից է խնդրում դրա մասին է խոսեք, որ համեմատել է, էլի անամոթության բանը գագաթը։ ուզում եմ հիշեցնել, որ բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, հավանություն նշան դրեք, տարածեք, շատ կարևոր է, որ Եվ մեծ բաներ կան, ազդեցություն կա եւ ճնշում կա, ամեն ինչ արվում է, որ այս լրատվամիջոցը արգելանքների անընդհատ արգելանքների Այսինքն շատ կարևոր է, որ դուք իմացեք, որ դուք աջակցում եք առաջին հերթին ինքներդ ձեզ այս լրատվամիջոցին աջակցելով մեր բոլորի պարտքն է, որ մենք աջակցենք, օգնենք, որ ամեն ինչ անենք, որ օր առաջ ազատության մեջ լինեն Նարեկը եւ Վազգենը մեր կարևոր են շատ կարևոր է նվիրատվությունը, ֆինանսական աջակցություն։ Դուք պատկերացնում եք իրենք իրականում մի հատ հզոր մեծ պետական ապարատի դեմ են պայքարում։ Դուք պատկերացրեք մի հատ հզոր մեծ պետական ապարատ, իրանց թալանած միլիոններով, միլիարդներով, արևմուտքի տված այդ, չգիտեմ, ինչ միլիոններ ու միլիարդներ, իբր թե քիչ է, ասում են, գնացեք այսքան էլ կտանք ձեզ, գնացեք հնարավորինս իրանց ֆեյքերով, դատավորներով, դատախազներով, քննչականներով, չգիտեմ ինչով, այս ամբողջ ճնշումը մի կողմից, Թուրքիա, Ադրբեջան, հավաքական արևմուտք, բանը օկուպացվածան ու ասենք մի քանի լրատվամիջոց եւ առաջին հերթին հենց այս լրատվամիջոցը առաջին հերթին Նարեկը եւ Վազգենը, այսինքն ձեր աջակցությունը բոլոր առումներով շատ կարևոր է եւ տարածելու եւ ֆինանսական աջակցություն մենք իհարկե առողջություն ենք մաղթում Նարեկին եւ հույսով, որ ես գիտեմ, որ ինքը, չգիտեմ, ասում են, ես ուզում եմ անպայման ասել սրա մասին, շատերն ասում են գուցե իրենց դուր չի գա, անգամ ուշաթափություն է տեղ ունեցել Նարեկի մոտ, ինքը լուրջ հիվանդ է, ծանր վիճակում է Նարեկը, սա չէ, գիտեք, չեմ ուզում ասեմ, որ խղճահարություն ասեմ, բայց պետք է իրականությունը ներկայացնել։ Ասել, որ այս վիճակում է Նարեկը եւ մեր սրբազաններ եւ այսօր քանի որ մենք այս տաղավարում ենք, մենք պիտի խոսենք դրա մասին։ Նարեկ Սամսոնյանը վիրահատվել է, վիրահատությունից հետո ուշաթափություն է եղել։ Բժիշկները ես վստահ եմ, որ իշխանությունները շատ լավ բան տեղյակ են թե ինչ է կատարվում, մենք պիտի հասնենք նրան ճնշումներով եւ հասնենք արդարության, որ այդ մարդիկ պիտի հասնեն լինեն ազատության մեջ։ Առաջին հերթին Նարեկը եւ Վազգենը իհարկե չի բողոքում ասում եմ, բայց ես գիտեմ, որ ինքն էլ այնպես չի, որ լավ վիճակում է։